Միլենա Գևորգյան, Դիանա Բաղդասարյան, Լուսինե Շահնազարյան Երիտասարդ հայուհի 2025 մրցույթի Նինոցմինդայի շրջանը ներկայացնող Դիանա Բաղդասարյանն անցավ առաջին փուլը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հակոբյաններ համահայկական կենտրոնի կողմից կազմակերպվում է Հայաստանի ամենամեծ մանկապատանեկան մշակութային միջոցառումը՝ երիտասարդ հայուհի մրցույթը։ Այս ամենի նպատակն է խթանել եւ ներկայացնել հայ ազգային տարազն ու մշակույթը։ Այս տարի կայանալիք մրցույթին մասնակցեց նաև Նինոցմինդայի շրջանից Դիանա Բաղդասարյանը։ Այսօր հեռախոսազանգ ունեցանք նրա հետ, ով կիսվեց իր տպավորություններով մրցույթի առաջին փուլի վերաբերյալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Փարավանա հեռուստատեսության այսքան հետևողական լինելու համար։ Ինչ վերաբերվում է մրցույթի մոտակա ժամերին, որը մոտենում էր, շատ դժվար է հիմա այդ ամենը բառերով այդ զգացողությունները բացատրել, որովհետև շատ հուզված, շատ վախեցած մտքովս անցնում էր ամեն մի վատ բան, չնայած որ ես վստահ էի իմ քայլերի մեջ ու համոզված էի, որ ամեն ինչ շատ ավելի լավ կանցնի իմ պատկերացումներից։ Մրցույթը տեղի էր ունեցել Մերիդիան էքսպո կենտրոնում մարտի 9-ին, ժամը 6:30-ից մինչև ժամը 11 ամբողջ մրցույթը սկսվել էր առավոտյան ժամը 9-ից, բայց մեր տարիքային խումբը սկսած 17-ից 21 տարեկանը ներկայանալու էր ժամը 6-ից մինչև ժամը 11-ը։ Զգացողությունները շատ հետաքրքիր էր, մանավանդ այն ժամանակ, երբ արդեն մոտենում էր իմ քայլելու պահը։ Այդ ժամանակ, երբ արդեն ես պիտի բեմ բարձրանայի, միայն ասում էի, որ ես պիտի ամեն ինչ անեմ, որ լավը ներկայացնեմ, որպեսզի տեսնեն, թե ջավախքը ինչպիսի տարած կարող է ունենալ եւ ինչպիսի ավանդույթներ, ինչպիսի կերպարի համար կարող եմ խոսել, որ ես շատ երկար էի մտածել, անգամ սկսած սանրվածքից մինչև դիմահարդարում։ Իհարկե ստանդարտների մեջ նշված էր կոսա կամ հյուսեր, բայց ես որոշել էի, որ մի տեսակ այլ սանրվածք ունենամ, որ ունեցել է իմ տատիկը, ժամանակին արել է իմ տատիկը ու ոչ միայն իմ տատիկը, իմ մամայի տատիկն է նույն սանրվածքը արել եւ որոշեցի այստեղ ամբողջը հետ հավաքել։ Արդեն իսկապես է, որովհետեւ ամբողջ խմբի անձնակազմը, որ գալիս էին ու ասում էին, որ շատ հետաքրքիր ոճ ես ընտրել, դիմահարդարում ընդհանրապես չկար, շատ թեթև զուտոնային ինչ-որ կրեմ, դա գույնը պահպանելու համար, իսկ մնացած ոչ մի բան չկար ու ես դա ոչ թե ուզում էի ցույց տալ, որ կարող եմ ինչ-որ նյութերով ավելի գեղեցիկ երևալ, զուտ այն ամենը, ինչ որ ես կամ ուզում էի հենց այդ ձև ներկայացնել։ Քայլելուց հետո արդեն երբ հասա ժյուրիի մոտ, ես զգացի նրանց դեմքի արտահայտությունները ու դա ավելի փոխել նրանց ժպիտները, որ դեպի ինձ էր գալիս, ես հասկացա, որ կարող է այդտեղ ամեն ինչ ավելի դրականին գնալ։ Հերթով գալիս են անունները ու հասկանում եմ բնականաբար, եթե ես անցնելուց լինեմ, դի ամենավերջինը հայտարարեն կամ նախավերջինը ու գալիս են այնտեղ ասում են ու ես մտածում եմ մենակ թե ես անցած լինեմ այդ փուլում ու իմ անունն են տալիս։ Չգիտեմ, այդ ժամանակ չէի կարող ինչ-որ հույսերով, սենց գոռալ բան, զուտ ես իմ մեջ այնքան ուրախ էի, այդ ամենը անցնում էր, հաղորդվում էր արցունքներով, հետո մի թեթև տոնեցինք, սենց ասեմ, զուտ բեմ մեր ժյուրի, պար մեր ժյուրի անդամների հետ, մեր Անի հետ, ով պարոն Հակոբյանի տիկնոջ հետ, և այդ ամեն ինչ շատ ավելի դժվար էր ետնաբեմում բոլորը լարված գնում գալիս են ու այդ վիճակը ավելի շատ մեծ իրավիճակ էր դարձնում, բայց ամեն ինչ շատ լավ անցավ ու հուսով եմ երկրորդ փուլում էլի ինչ-որ բան կլինի։ Համար 1239 Բաղդասարյան Դիանա Արթուրի, Ջավախ